Ովքեր են IT ոլորտի ինտելեկտուալները։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ IT Intellectual Cup-ը փորձում է պարզել դա ինչ որտեղ, երբ սպորտային խաղի միջոցով, ում իհարկի տակ է համախմբում Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ 2025-ը IT Intellectual Cup-ի համար ռեկորդային էր։ Խաղին մասնակցել է 101 թիմ, 4-ից 6 հոգանոց խմբերով նրանք փորձում էին գտնել ամենահետաքրքիր հարցերի պատասխաններն ու գրավել մրցանակային տեղեր։ Արդեն երկրորդ տարի անընդմեջ մենք ոնց որ լինում ենք Հայաստանի պատմության ամենամեծ ինտելեկտուալ միջոցառումը, որը շատ ոգեշնչող է, բայց նաև պարտավորեցնող։ IT Intellectual Cup 2025-ը նախորդ տարիների համեմատ ավելի բազմազան էր ու անակնկալներով լի։ Այս տարի էլ ավելի շատ էին անակնկալ հարցերը համ երկրպագուների, համ թիմերի մասնակիցների համար, ինչը ինձ թվում է հագին դրայվ էր հաղորդում ոչ միայն հասարակ հարցեր էին, որոնք մեր առողջության մաս են կազմում, այլ նաև անակնկալ բոնուս հարցեր, որոնց բոլորը կարող էին մասնակցել, մրցանակներ ստանալ։ 3 փուլ, թերջ մրցակցություն եւ 3 մրցանակային տեղ։ Լրացուցիչ պայքարից հետո բաշխվեցին երկրորդ ու երրորդ տեղերը։ Երևանի պետական համալսարանի թիմն առաջ անցավ սինոպսիսից, իսկ Pixart-ը կրկնեց իր նախորդ տարվա հաջողությունը, ճիշտ պատասխանած հարցերի քանակով առաջ անցնելով մնացած 100 թիմերին ու գրավելով առաջին տեղը։ 3 մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով ու նվերներով։ Անցած տարի հաղթել ենք, այս տարի կրկնակի պատասխանատվությամբ ենք եկել, որպես հաղթող թիմ պետք է պաշտպանեինք, նույնիսկ ասի այս տարի լարվածությունը ավելի շատ էր, մրցակցությունները ավելի շատ, վերջում մի կերպ կարողացանք շրջանցել Երևանի պետական համալսարանի եւ սինոպսիսի թիմերին։ Բացի ՏՏ ոլորտի տարբեր ներկայացուցիչներին մեկ տեղում հավաքելուց ու ընկերական ինտելեկտուալ ժամանցից IT Intellectual Cup-ը փորձում է այս իրադարձությունը օգտակար դարձնել Հայաստանում կարևոր գործունեություն ծավալող ընկերությունների համար։ Խաղի հասույթից 5 միլիոն դրամ արդեն ավանդաբար կազմակերպիչները ուղղեցին Ազատազեն կրթական հասարակական կազմակերպությանը, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել զենքի մշակույթը կազմակերպելով ուսումնամարզական հավաքներ, դասընթացներ եւ մրցույթներ։ Եվս 3 միլիոն դրամ հատկացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիային։ Առաջնահերթ մեր համար շատ կարևոր սոցիալական պատասխանատվությունը, որը մենք ցուցաբերելու ենք Ազատազենի եւ նաեւ Արմաթ լաբորատորիաները ստացան այս ամեն ինչի հանգանակությունից եւ իհարկե հետաքրքիր հանդիպման հնարավորություն է, այսօր 101 թիմեր հանդիպեցին, կարծում եմ բավական արդյունավետ անցավ մեր գիրակին, թե գիտելիքների քննարկման ձեռքբերման տեսանկյունից, թե նաեւ թիմով միասին ինչ-որ հարցի շուրջ մտածելու տեսանկյունից։ IT Intellectual Cup-ը եզրափակվեց մրցակցային, բայց ընկերական մթնոլորտում, իսկ մասնակիցները բացի իրենց գիտելիքները փորձելուց ուժեղացրին գործընկերային կապերը, դարձնելով առաջնությունը այս տարվա հաջողված ու հիշվող ՏՏ իրադարձություններից մեկը։